Հունվարի 20-ին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու նահատակած պուրակում Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի նահատակների հիշատակի հուշաքարի մուտքի մոտ տեղի ունեցավ Ասալայի զոհված մարտիկների հիշատակի ոգեկոչման միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Երկրապահ կամավորների միության Վանաձորի բաժանմունքի նախագահ Ռազմիկ Մադարյանը, միության անդամներ, պատանի երկրապահներ, մտավորականներ եւ ուրիշներ։ Հայրենասեր շատ երիտասարդներ հետևեցին իր օրինակին եւ կազմավորվեց Հայաստանի ազատագրության գաղտնի բանակը, որը աշխարհի տարբեր պետություններում զենքի ուժով ստիպեց, որ ճանաչեն հային եւ հասկանան եղելությունը, իրազեկ լինեն, որը տասնյակ տարիներ լռում էր աշխարհը, չէին ուզում ոչ հասկանան, ոչ ճանաչեն, շատ մարդիկ էլ ուզում էին, բայց չգիտեին։ Այդ անձնազոհ երիտասարդները իրենց կյանքի գնով արթնացրին հայոց հանդեպ կատարած ոչրագործությունը եւ դրա արդյունքում այսօր մենք ունենք անկախ Հայաստան եւ մեր Հայաստանի կառավարությունն արդեն օրինական ձևով եւ օրինական ճանապարհով աշխարհին իլուր պարտադրում է նաեւ որ ճանաչեն ցեղասպանությունը եւ դրա օրինակին հետեւել են շատ պետություններ։ Այսօրվա մեր երիտասարդներն ու պատանիները ոչ թե գաղտնի բանակի նվիրյալներ են, այլ մեր Հայաստանի Հանրապետության ապագա զինվորներն են, որոնք փառք Աստծո, որ գաղտնի չեն։ Աշխարհը գիտի, որ Հայաստանը ունի բանակ, զինված ուժեր եւ մեր պատանիներն էլ ծնված օրվանից իրենք երազում են մեծանան եւ դառնան Հայաստանի Հանրապետության բանակի զինվոր։ Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի նահատակների հուշաքարը նախագծել եւ տեղադրել է նախաձեռնել է Երկրապահ կամավորների միության Վանաձորի տարածքային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահ Պողոս Հակոբյանը։ Միջոցառման սկզբում հոգեհանգստի կարգ կատարեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Քահանա Մարգարյանը։ Ողջույնի խոսք ասաց Հայաստանի պաշտպանական մարզատեխնիկական ընկերության Վանաձորի միացյալ քաղաքորթի նախագահ Խաչիկ Բալայանը։ Երբ որ Հայաստանը գործնականում պետականություն չուներ, չնայած կար որպես այդպիսին պետականություն, բայց նա միջազգային իրավունքի սուբյեկտ չէր եւ որևէ հարց բարձրացնել չէր կարող, ընդհակառակը ամեն տեսակի ազգային որևէ նախաձեռնում, որևէ երևույթ ճնշվում էր խստորեն։ Բայց Ասալայի տղաները նրանք այն հերոսներն էին, որ կարողացան իլուր աշխարհի պարտադրել, ստիպել, որ աշխարհը խոսի Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայոց ցեղասպանության եւ մյուս բոլոր հարցերը դրա հետ կապված։ Մի փոքրիկ օրինակ բերեմ, երբ որ բանում Միտերյանը ընտրվել էր Ֆրանսիայի պրեզիդենտ, այն ժամանակ նա պետք է առաջ անգամ հեռուստատեսությամբ ելույթ ունենար եւ պիտի խոսեր ճնշված ժողովուրդների իրավունքների պահպանման մասին եւ Հայաստանի մասին, հայերի մասին ոչ մի բառ չկար։ Ասալայի տղաները դիմեցին պահանջով, որ ասի, հրաժարվեց։ Եվ ինչ արեցին Վազգեն Սիսլյանի գլխավորությամբ մերոնք Թուրքիայի դեսպանատունը Փարիզում գրավեցին եւ ստիպեցին Միտերյանի ելույթը ընդհատել ու խոսել, սրանք հերոսներ են։ Սրանք հերոսներ էին, ովքեր մեր ազգի արժանապատվությունը պահեցին, ովքեր մեր ազգը ներկայացրին որպես ազգ։ Փոքրիկ եւս միջադեպ, փոքրիկ ես սխալ ասեցի, լուրջ միջադեպ, երբ որ Ասալայի տղաները գրավեցին Անկարայի Էսենպողա օդանավակայանը, ստիպելով թուրքերին, որ իմանան, որ այո, հայ տղամարդ է, հայը կռվող տղամարդ է։ Անհնար է գերագնահատել նրանց դերը, խոնարհում նրանց եւ մեծարում։ Վանաձորի ինտերկապ բարեգործական միության նախագահ Նորայր Սուլոյանը մասնավորապես նշեց, այս կառույցը միակ կազմակերպությունն է, որ գործել է ի նպաստ հայ ժողովրդի եւ հետագայում չի ձգտել իշխանության եւ պաշտոնների ու որևէ մեկից գումար չի խնդրել։ Վերջում ներկաները ծաղիկներ խոնարեցին հուշարձանին։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, Միք հեռուստաընկերություն։